Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պայմաններում բնակարանների ջեռուցման խնդիրը դառնում է բավական դժվար լուծելի։ Այս պարագայում այլընտրանքային էներգիայի կիրառումը ավելի քան կարևոր է դառնում։ Անցյալ հաղորդումներից մեկում ներկայացրել էինք, թե ինչպես զովացուցիչ ըմպելիքի տարաներից կարելի է պատրաստել օդը տաքացնող սարք։ Այս անգամ տեսնենք, թե ինչպես կարելի է նմանատիպ սարք պատրաստել առանց հատուկ սարքավորումների օգտագործման, ձեռքի շաղափիչից և սղոցից բացի։ Հիմնական սկզբունքը կրկին զովացուցիչ ըմպելիքների ալյումինե տարաների օգտագործումն է։ Այդ բանկաները անհրաժեշտ է ծակել, դնել իրար վրա և սոսնձել ամրության համար։ Իրար սոսնձելուց հետո բանկաները պետք է ներկել սև անփայլ ներկով, որպեսզի արևային էներգիան ավելի արդյունավետ կլանվի։ Արևային էներգիան կուտակելու և չկորցնելու համար տարաները պետք է տեղադրել նախապես պատրաստված տուփի մեջ, որի հետևի պատը պետք է լինի սև ու անփայլ, իսկ դիմացի պատը թափանցիկ ապակուց։ Տուփի վերևի և ներքևի հատվածում պետք է նախատեսված լինի հորիզոնական դատարկ տարածություն, ներքևում սառը, իսկ վերևում տաք օդի համար։ Այդ հատվածներում տուփը պետք է ունենա անցքեր, որտեղից ներս կթափանցի սառը օդը և դուրս կգա տաքը։ Տաք օդը դեպի բնակարան ավելի էֆեկտիվ մղելու համար օդի ելքի մոտ կարելի է տեղադրել փոքր օդամղիչ, օրինակ համակարգչի հովացնող օդափոխիչներից, որոնք շատ քիչ էներգիա են պահանջում աշխատելու համար։ Սարքի չափսը և տարաների քանակը կախված է պատրաստողի հնարավորությունից, որքան մեծ լինի սարքը, այդքան ավելի էֆեկտիվ։ Այս օրինակում օգտագործվել է 60 տարա, և օդը հնարավոր եղավ տաքացնել 50-ից 77 աստիճան ըստ Ցելսիուսի։ Սարքի ընդհանուր քաշը չի գերազանցում 10 կիլոգրամը։ Այն կարելի է ամրացնել ոչ միայն սեփական տան, այլև բարձրահարկ շենքի արևային կողմի պատին։